Բարև բոլորին ժողովուրդ, մենք շարունակում ենք խաղալ պաշարնիկի սիմուլյատոր։ Ում է անգամից անցնում եք մարդկանց բուժելու, հիշվեց տեսնում եք մարդադաշտում վնասվել է բնակիչ։ Ում է անգամից անցնում եք բժիշկներին կանչելու, բժիշկների հետ միասին գալիս են նաև ոստիկանները, որ հանգստացնեն բնակիչներին։ Այնուհետև բժիշկները օգնում են տուժածին, իսկ ոստիկանները բնակչությանը հանգստացնում են։ Մյուս տարածքում այրվում է շենքը եւ դրա կողքերը բնակիչները վնասվածքներ ունեն, կանչել է միանգամից ինքը հրշեջ մեքենա, որ արագ մարեն կրակը։ Հրշեջ մեքենաները այրում են կրակը, իսկ հիմա կանչում ենք դոկտորներին, որ բուժօգնություն ցույց տան երկու քաղաքացիների։ Այնուհետև բժիշկների հետ գալիս են ոստիկաններ, որպեսզի հանգստացնեն բնակիչներին։ Տուժածներին բուժօգնություն ցույց տալուց հետո հիմա շենքում մարդ է մնացել, բարեհաջող իջեցնում ենք։ Իսկ հիմա այդ երկու տուժածներին էլ ենք բուժօգնություն ցույց տալիս եւ տեղափոխենք հիվանդանոց եւ վերջացնենք այստեղից։ Այստեղ նորից տարածք է այրվել, հիմա անցնենք կրակը եւ մարդկանց բուժօգնություն ցույց տանք։ Անցնում եմ մի ուշ շենքի կրակը մարալուն, հիմա մարում եմ կրակը, իսկ հետո շենքից անելու եմ մարդկանց եւ բուժօգնություն ցույց տամ։ Այդտեղ ամեն ինչ բարեհաջող վերջացրեցինք, իսկ հիմա անցնում ենք մյուս տարածքը մարելուն։ Հիմա աբեկիչները փորձում են տրաքացնել շենքը, արագ կանչում ենք ոստիկանություն եւ նրանք ձերբակալում են նրանց։ Ոստիկանները բռնեցին անցագործներին, իսկ հիմա կանչում եմ էլեկտրիկ, որպեսզի հոսանքները սարքի։ Էլեկտրիկները եւս սարքեցին էլեկտրականությունը եւ հիմա անցնում ենք մյուս տարածքին։ Միանգամից անցնում ենք մյուս տարածքին, այստեղ շինարարություն է տեղի ունենում եւ բոմբ են տեղադրել, փորձում են սաղին վնասել։ Բացի դա էլ տրակտորի հետ անսարքություններ տեղի ունեցել, նաեւ դա սարքեցին։ Էլեկտրիկները վերջացրեցին իրենց գործը, սարքեցին տրակտորը եւ բոմբը չեզոքացրին, իսկ հիմա ոստիկանները բնակչությանը հանգստացնում են, իսկ տուժածներին բուժօգնություն ենք ցույց տալիս։ Անցնում ենք վերջին տարածքին, հիմա այրվում է շենքը եւ մեքենաներն են այրվում, նաեւ այստեղ տուժածներ կան, նրանց օգնություն ցույց կտանք։ Մարեցինք ամբողջ կրակը, իսկ հիմա վթարված ավտոմեքենաները էվակուատորով տեղափոխելու ենք, իսկ տուժածներին նորից օգնություն ցույց տանք։ Էլեկտրիկը հիմա հոսանքը անջատեց, որպեսզի կարողանանք վթարված մեքենան էվակուատորով վերցնենք։ Հիմա կանչեցինք բուժօգնության մեքենա, որպեսզի տուժածներին տեղափոխի հիվանդանոց։ Այստեղ նույնպես վերջացնում ենք մեր գործը եւ անցնում ենք մյուս տարածքին։ Ինչպես տեսնում եք, մեր հաջորդ տարածքում նավը ամբողջությամբ այրվում է, պետք է արագ կանգնել կրակը։ Ամբողջ հրշեջ ծառայությունը վերջացնում է իր գործը, իսկ հիմա բուժօգնություն ենք ցույց տալիս եւ իջեցնում ենք այս մարդուն։ Իսկ հիմա ամբողջ տուժածներին բուժօգնություն ենք ցույց տալում եւ տեղափոխում ենք նորից հիվանդանոց։ Այնտեղից արագ վերջացնում եմ եւ տեսնում եմ այս շենքում բոմբ են տեղադրել եւ պետք է էլեկտրիկի կանչենք, որ անսարքացնի այդ բոմբը եւ ժողովուրդը հիմա խուճապի մեջ են։ Ընդհանուր կանչեցի 3 էլեկտրիկի, որպեսզի կարողանա միասին արագ անսարքացնել բոմբը։ Ընդհանուր 3 էլեկտրիկները չեն կարողանում անսարքացնել բոմբը, հիմա կանչեմ հրշեջ ծառայությանը։ Հիմա կանչեցի ոստիկանությանը, որ բնակչությանը հանգստացնի, իսկ հետո կանչելու եմ բուժօգնություն, որպեսզի 3 էլեկտրիկներին տեղափոխեն հիվանդանոց։ Հիմա նորից կանչել եմ հրշեջ ծառայությանը, որպեսզի ամբողջովին վարեն կրակը։ Երկու պաշարնիկները ամբողջությամբ վարեցին կրակը, իսկ հիմա կանչելու եմ բուժօգնություն, որպեսզի 3 էլեկտրիկներին բուժօգնություն ցույց տան։ Անցնում ենք մյուս տարածքին եւ տեսնում ենք, որ ահաբեկիչները փորձում են բնակչությանը վնասել։ Ոստիկանները բռնում են ահաբեկիչներին, իսկ հիմա հանգստացնելու են բնակիչներին։ Իսկ հետո կանչում եմ դոկտոր, որպեսզի այդ վնասված քաղաքացուն բուժօգնություն ցույց տա։ Իսկ հիմա նաև վերջացնում ենք մեր գործը ամբողջությամբ այս տարածքում։ Իսկ մենք այսօր վերջացնում ենք մեր պաշարնիկի 3-րդ սերիան, իսկ դուք չեք մոռան, միշտ մեկ ներքևև լայքերը դնում եք, էկրանում ցույց է տալիս, թե ոնց լայք ես։ Այնուհետև բաժանորդագրում ես ալիքին, որպեսզի բաժ թողես այսպիսի հետաքրքիր խաղերի, իսկ հետո միացնում ես զանգակը, որպեսզի առաջինը դու տեղեկանաս իմ վիդեոների մասին։